Մուշավանի երրորդ փողոցի բնակիչները երբ մեզ դիմեցին, մտածում էինք, որ հերթական խոնավության խնդրի մասին ենք լսելու, բայց այն ինչ տեսանք տեղում ավելի շատ աղետի գոտի էր հիշեցնում, քան բնակելի թաղամաս։ Հարց է առաջանում 2026 թվականին ինչպես կարող է քաղաքացին ապրել այս պայմաններում, ինչպես է հնարավոր գոյություն ունենալ մի փողոց, որտեղ մարդիկ բառացիորեն ապրում են ջրի մեջ, իսկ պատասխանատուները տարիներ շարունակ անտարբեր են։ Խոնավությունից քայքայված պատեր, բորբոսով պատված սենյակներ, թաց հատակներ, փչացած գույք, ավերակ բակեր եւ նկուղներ, որոնք այլևս նկուղ չեն, այլ ստորգետնյա ջրամբարներ։ Ջրի խորությունը ցույց տալու համար բնակիչները ձողով փորձում են չափել լայն ու ցույց տալ մեզ։ Տեսեք, թե որքան խորն է ջուրը։ Նրանց խոսքով խոնավության ու բորբոսի պատճառով տարիների ընթացքում ձեռք են բերել առողջական լուրջ խնդիրներ, շնչառական հիվանդություններ, ալերգիաներ, մշտական գլխացավեր, երեխաների ու տարեցների համար անտանելի պայմաններ։ Սա արդեն ոչ թե կենցաղային անհարմարություն է, այլ ամենօրյա պայքար սեփական տան ներսում գոյատևելու համար։ Ամբողջ տների տակը ջուր, խոնավ, պարկում ես տեղաշոր, ոնց որ ջրի մեջ պարկես, այդ կարգա տների վիճակը շատ վատ է։ Երեխեն հələ չծնված արդեն քրոնիկական հիվանդություն ունի։ Չհաշված մենք։ Չգիտեմ, այս հարցի մի լուծում տակ, որ փրկվենք։ Իրոք փրկվենք, այս ժողովուրդը փրկվի։ Ամբողջ տունը փրկվում է, աշխատում ենք, վարգ ենք վերցնում, որ տները մի քիչ գոնաչե մարդկային ձևով ապրենք, բայց հնարավոր չի։ 6 ամիս հետո նույն վիճակն է, նույն վիճակ։ Ամանչում ես, որ մեկը հույր է գալիս քո տունը։ Ամանչում ես, ահա որ վիճակը, տների վիճակը։ Ոչ մի ձևով, չգիտենք այս ոնց կլինի մեր վերջը, մեր երեխեքի վերջը։ Դիմել ենք մարդու իրավունքների պաշտպանին, հիմա իրանք են զբաղվում։ Ոչ մեկ չի ուզում այս հարցին լուծում տա։ 70% տներում կան ալերգիկ հիվանդներ, կան շնչառական ուղիների հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ։ Իսկ դա գալիս է հենց այդ բորբոսից, խոնավությունից, այդ ընդհանուր վիճակից, դա ազդում է առաջին հերթին առողջության վրա։ Ոմանք այլևս անելանելիության պատճառով փակել են դռները, թողել տները, հիշողություններն ու հայրենիքը եւ հեռացել։ Փաստորեն մարդիկ ոչ թե տուն են վաճառում տեղափոխվում, այլ ստիպված փախչում են սեփական բնակարաններից հաշմանդամություն ձեռք չբերելու համար։ Ասում են գումար չկա, այսինքն ուրիշ բաների համար կա, իսկ ժողովրդին ջրի մեջ պահելու հիվանդությունների համար չկա։ Այս կենտրոնական առում որ գալիս է, թաղապետարան եկա մաքրեց, ինչ որ տրակտորով խփեցին, այդ տրուբան ջարդեցին։ Հիմնական տրուբան ջրի հոսքի ջարդեցին, այդ է լցվում հայատ, այդից գալիս է տների տակ։ Մեղք ենք, մարդ ենք, մեր երեխա ունենք, եկուց բանակ տաներուց լավ կտանենք, գոնե առողջ տանեն, հա։ Մեր տանելը նույն խնդիրը, մենք ունենք սենյակներ, որ ընդհանրապես չենք օգտագործում, փակել ենք դուռը, որովհետև շատ խոնավ է ու հնարավոր չէ սենյակում ապրել, քնել։ Ունեմ փոքր բալիկ, որ ընդհանրապես տան խոնավությունը շատ վատ է ազդում իր առողջության վրա։ Շտապ օգնություն ենք անցում, իրանք ասում են, որ դա խոնավության հետևանքն է։ Պատվալ ունենք, ամբողջ պատվալը ջուր է լցված։ Հոտը, ճայճի հոտը, ահա որ հոտ է գալիս։ Ասենք բերել են գլխավոր կանալիզացիան քաշել են, գլխավոր կոյուղին։ Ուրեմն հալալ կեսին արդեն քաշել են, օգտվում են, 3 փողոցի չեն քաշել, ասում են ինչի չեք քաշում, 3 փողոցի կանալիզացիան։ Մարդիկ առանց կանալիզացիա հերիքի ջրերի մեջ ապրում են, առանց կանալիզացիա ոնց կարելի է 21-րդ դարում ապրել։ Ասում է տենդեր հələ չունենք։ Ու նամանավան, որ այս 3 փողոցը սա ջրի մեջ է, ամբողջը ջրի մեջ է։ Դուք չեք պատկերացնում ինչ դրա համար վիճակը։ չեն անում, վախենում են քանդեն, որ ջուրը իրանց գործը դժվարացնի, երևի դրա համար էլ չեն բերում կոյուղին քաշեն։ Չի աճում, ոչ մի բուսականություն Ոչ մի տիպի ծառները չեն աճում։ Դնում ենք անցնում է մի ամիս, 2 ամիս, մեկը չորանում է ինքը իրա։ Որովհետև ինքը հենց իրանով աղ է դուրս տալի։ Հնա տները պատերի վրա մտակ նկարիք տեսեք ինչ վիճակը պատերը։ Սաղ աղ է դուրս տալի, որ վախում ենք պոլի վրա քայլեն։ Հիմա այսօրվա դրությամբ վերջի անգամ որ դիմել եմ քաղաքապետարանից եկան, ասացի կազմակերպություն կա, մի հեկտարը 200,000 դրամով հետազոտում է։ Նորմալ սարքերով, առանց սարքելու, առանց ինչ-որ հնադարյան գործիքների, մարդիկ սարքեր կամպյուտերներ ունեն։ Այսինքն դուք չունեք, մի 10 հեկտարի փող էլ չունեք, 1 միլիոն էլ դրամ էլ չունեք,
տան հետազոտեն, տենան այդ ջրի կանալը որտեղ է, ճանապարհը բացեք, ջուրը գնա այս մարդկանց տները, ամբողջ այս թաղամասը խեղդվում է ջրի մեջ։ Կուսակցություններին թող նվիրաբերեն իրաց գլուխը, ոչ թե մեր եկամուտները, մեր գույքահարկերը, բա ուր են մեր գույքահարկերը։ Եթե չեն ուզում այս թաղամասից, թող հրաժարվեն, մենք կիմանանք, որ երկրին միանանք։ Կամ այս կոյուղին ինչի համար, այս ինտրարշավի, Ավինյանի ինտրարշավի համար բերին եք տրուբեք գցին, այնքան որ ձևի համար բերին գցին։ Բախեն բերեք գցե, որ չեն գալի։ Կենտրոնականը որ քաշեցին, տրուբեքը սախ մնաց, խմելու ջրի տրուբեքը ծակ ջուրը գնում էր, իրանք այտենց կանալիզացիայի տրուբեն գցեցին, ու տենց էլ նորից հողը տվեցին վրան ու գնացին, վсё, այդ ջուրը գնում էր, մեր խմելու այն առաջվա մեր խմելու ջրի տրուբեքը սախ ծակա։ Կանալիզացիան ի՞նչ է, հենա տրուբեն, 10 մետր է, չեն գալի միացնում, բախեք գցե էդի, քարոզարշավ եք անում, թե ինչ-որ մեկի համար գցելը գիտենք որտեղ է այդում, խիա այդում։ Պարոնեք պատասխանատուներ, քանի ընտանիք պետք է լքի իր տունը, քանի երեխա պետք է մեծանա բորբոսի մեջ, քանի տուն պետք է վերջնականապես քանդվի, որ բարեհաճեք խնդրին լուծում տալ։ Կամ գուցե պետք է սպասել մինչև այս փողոցում որևէ պաշտոնյա տուն գնի։